Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների որ արդյունքն է մեզ համար շահեկան։ Մեզ համար շահեկան է, որպեսզի տարածաշրջանը չպայթի։ Ամենից առաջ դա, այսինքն մեզ համար շահեկան է, որ մեծ պատերազմ չլինի։ Ճիշտ է, ինչ որ իմաստով պատերազմը նաև կարող է մեզ հնարավորությունների։ Այսինքն Վաշինգտոնը ընդունի Իրանի միջուկային իրավունքը։ Ընդունի կամ Իրանն ինչ որտեղ նահանջի եւ չլինի սրացում, որովհետեւ երբ որ այդ սրացումը եղավ, դա անկանխատեսելի է։ Այո, ինչ որ տարբերակներում կարող է մեր համար նույնիսկ լավ լինի, որովհետեւ Ադրբեջանը խնդիրների մեջ խրվի եւ այլ, դառնա Սիրիա եւ այլ, բայց ավելի հավանական տարբերակներում մենք մեր մատակարարման հարավային հոսքից ենք զրկվում։ Ադրբեջանը այդ իր խառը այդ պատերազմական իրավիճակի մեջ կարող է հարված հասցնի Սյունիքին։ Այսինքն դա մի հատ Պանդորայի նորից ասեմ արկղ է, որը կբացվի եւ մենք կանգնած ենք հենց այդ վիհի եզրին, այսինքն մեր սահմանից անդին, մեղրից անդին գնալու է պատերազմ։ Եվ մենք չգիտենք այդ պատերազմում ինչը ոնց, ընդ որում այնքան մասշտաբային պատերազմ է գնալու, որ ասենք մեղրում մեր զինված ուժերը այդտեղ կարող է շատ մեծ խնդիրներ ունենան։ Այդ որ ասեցիք, Իրանը սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ։ Այո։ Զորավարժություններ են անում նաև Նախիջևանում, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Գիտեք, Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները մի կողմից պլանային են, այսինքն ինչքան իրենց վերջի տարիների զորավարժությունների տեմպը որն է, միշտ պլանային են։ Ես ուզում եմ մեր անհանգստության Գիտեք, պարոն աստիճանը տեսնենք։ Մենք միշտ պետք է անհանգիստ լինենք։ Ես նույնիսկ ասենց ասեմ, մենք հիմա չպետք է երբեք հանգիստ լինենք։ 2020 թվականի պատերազմից հետո այն ձևի փոխվեց ուժերի հարաբերակցությունը ի վնաս մեզ, որ հիմա մենք իրավունք չունենք հանգիստ լինելու։ Մենք պետք է գիշեր ցերեկ մեր պաշտոնյաները պետք է քնեն իրենց աշխատասենյակներում անվերջ խորհրդակցություններ անեն, էֆեկտիվ սխեմաներ ու պլաններ մտածեն, թե ինչպես, որովհետև մենք այս պահին կանգնած ենք վիի եզրին, անդունդի եզրին ենք կանգնած, եւ մեզ չեն հարվածում ընդհանրապես միջազգային կոնսենսուսի բացակայության պատճառով։ Ես չեմ ուզում թերագնահատել մեր զինված ուժերը, այո, երբ որ մեզ սեղմեն, մենք մարդ կտանք եւ դա անկասկած է, բայց ուժերի անհավասարությունն այնքան է, որ թշնամու կողմում գայթակղությունը շատ մեծ կլինի մեզ հարվածել։ Այսինքն այնպիսի վիճակում չենք, որ ահա հասանք ստեղ եւ հանգստացանք։ Այնքան մենք դեռևս տեղ ունենք առաջ գնալու, որ հասնենք այդ երևակայական սահմանին, որից հետո հանգստանանք։ Բայց դե մենք ինչով ենք զբաղվում, հայտնի է մեր օրակարգը։ Մոսկվայի եւ Բաքվի տարաձայնությունները իրական են թե բեմականացված։ Այստեղ շատ հետաքրքիր հարց եք տալի, այս մասին ես շատ եմ խոսել, նույնիսկ ձեր ստուդիայում կհիշեք, մենք դեռ Արցախը երբ որ դիմադրում էր մենք խոսում ենք 2025 թվականի մայիսի 9-ի մասին, եկավ 2025 թվականի մայիսի 9-ը դարձավ մայիսի 10, ես հատուկ այդ օրը Facebook-ում գրել եմ այս մասին եւ հիմա արդեն դե յուրե Ադրբեջանը չի կարող դեմ լինել, որպեսզի ռուսական զորքերը շարունակեն մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Հիմա կասեն աբսուրդ է, smart ասում, այդտեղ ռուսական զորքեր չկա, գիտեմ այդ ամեն ինչը, բայց նաև իրավաբանական սահմանն է անցել, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված էր, որ եթե մինչև 2025 թվականի մայիսի 9-ը, այդտեղ ուրիշ ձև էր նշված, 6 ամիս առաջ, եթե մինչև մայիսի 9-ը դու չես ասում քո զորքերը հան, ու կողմերից որևէ մեկը Հայաստանը լռեց, պարզ է, ապա այդ զորքերը եւս 5 տարով մնում են տեղ։ Հիմա երբ որ Ուկրաինայում վերջանա, Ռուսաստանը կարող ասես միամիտ տեսքով գա, ասի քո ստորագրությունը սա մեկ։ Այսինքն իրավաբանական կարկասը շատ լուրջ Ռուսաստանի համար կա եւ սա իմ կարծիքով Ադրբեջանին անհանգստացնում է։ Երկրորդ, դե որ անհանգստացում է, չի փակում այդ հարցը։ Ոնց փակի։ Եկե մայիսի 9-ը անցել է արդեն։ Ոնց փակի։ Հիմա այս պահին ուղղակի Ադրբեջանը հույս ունի, որ ռուսական արջի ձեռքերը շարունակում են զբաղված մնալ Ուկրաինայում եւ այս կողմ չի հասնում, բայց վաղ թե ուշ Ուկրաինայի պատերազմը ի վերջո վերջանալու է, չէ՞։ Ի վերջո արդեն այսօր որոշակի ստվերում մնաց ինֆորմացիան, որ մի 6-ը, այսինքն անգլիական հետախուզությունը, որ այս պահին Զելենսկու գլխավոր ըստ էության հովանավորի դերում է հանդես գալի, չէ՞ որ Ամերիկան մի կողմ քաշվեց, ինքը ասաց, որ Ռուսաստանը մեծ բանակ է պատրաստում եւ շուտով երբ որ հարձակվի դու խնդիրներ կունենաս, ընդ որում եվրոպական երկրներն էլ Ուկրաինային ստիպում են, որ 18 տարեկանից սկսի զորակոչը, այսինքն խոսք կա նաև կանանց զորակոչի մասին եւ այլն, Ուկրաինայի վիճակը դառնում է կրիտիկական։ Ընդ որում եվրոպական երկրներն ասում են, որ եթե ուզում ես սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ խստացնենք, ապա այդ նույն 18 տարեկաններին կանչի բանակ, այսինքն այդ երկրի ուժերը սպառվում է։ Հիմա ճիշտ է, շատ քիչ, բայց ռուսական զորքերը առաջ խաղացում ունեն ճակատում։ Այստեղ ռուսական կողմի ամրության հարցն է։ Նույնիսկ գիտեք, մի բան էլ ասեմ, ռուսական կողմի պայմանները այդ 5 շրջանների վերաբերյալ հանգեցին։ Հիմա այս կամ այն ձև, եթե այդ 5 շրջանների դրանց մի մասը կեսը գա եւ Ռուսաստանի ախորժակը բավարարվի, ի վերջո նա հարավ է գալիս, հարավում շատ ողբալի է իր վիճակը։ Վրաստանը անորոշ, մեր մոտ հակառուսական վիճակ, Ալիևն էլ խորը հակասություններ ունի։
ընդ որում ինչ որ պահի Ալիևը կարող է սեղմվել Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Ես կարծում եմ իրանք մեծ բանի տեղ չեն դնում, Հայաստանի Հանրապետությունից հաշվարկներում չկա եւ իրանք պատրաստվում են այդ մեծ հակամարտությանը, որը կլինի, երբ որ Ուկրաինայի հարցը լուծվի։ Եթե Մոսկվայում խելոք լինեն, իրանք պետք է ուղղակի դնեն նոյեմբերի 10-ի հայտարարությունը եւ Ալիևին ասեն, իմ զորքը պետք է լիներ այնտեղ, բնակչությունը պետք է լիներ այնտեղ։ Դրան Ալիևը ինչ պետք է պատասխանի։ Ասենք ես չգիտեմ ինչ պետք է պատասխանի դրան Ալիևը։ Շփտա եւ ինչ ասի։ Չկա, ստիպեց շանտաժով, սովահարությամբ վերբերեց մի իրավիճակի, երբ որ բնակչությունը հեռացավ։ Հուսանք, պարոն Նացական, հուսանք, բայց դե մենք պետք է մեր խնդիրները լուծենք, իսկ մենք զբաղված ենք շատ հետաքրքիր իրավիճակներով։ Մեդինսկու արտահայտությունը։ Մեդինսկին ես գիտեք չեմ կարծում դա ինքը պատահական արեց, բայց գիտեք այդ արտահայտությունը Բայց հիմա մակրաջրում են երկկողմանի էր, Բաքվում դրանից ծայրահեղ դժգոհ մնացին եւ պատասխան ապտակ տվեցին Ռուսաստանին, գիտեք ինչ կոպիտ ասեց իրենց մամուլի քարտուղարը արտգործնախարարության գործերի նախարարության, ասաց մենք ի տարբերություն ոմանց ագրեսիվ պատերազմ չենք վարել եւ չենք զավթել ուրիշ երկրի տարածքը։ Դե պատկերացնում եք դա ինչա, դա բացահայտ կանոնում ապտակում է Ռուսաստանին։ Հա բայց հայկական կողմն է կարող է դժգոհ մնալ, չէ՞ որ Մեդինսկին բերեց եւ Արցախի ինքնորոշման խնդիրը, որ Արցախահայության ինքնորոշման խնդիրն էր եւ ամենևին էլ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև տարածքային խնդիր չէր, Մեդինսկին բերեց հավասարեցրեց դրան։ Ուղղակի մեր երկրում չարձագանքեցին դրան, փորձագիտական մակարդակից վերև չբարձրացավ, դե մենք զբաղված ենք նման բաներին չենք արձագանքում, բնականաբար Ադրբեջանը շատ վատ ու խանդով է այդ ամեն ինչին իդեպ վերաբերվում եւ ճիշտ են անում, որ անհանգստանում են եւ ես հույս ունեմ, որ Ալիևը մի օր իր ոտքը կկոտրի այս պատմության մեջ։ Ռուսաստանի դեսպանը Բաքվում տեսես ոնց է շոհել Բաքվի տրամադրությունը։ Ալիևի իմաստուն եւ Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ իմաստության ներողություն Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնվել է։ Ես մի ծայրահեղ ձեզ բան ասեմ։ Անզորության նշան է, թե ուրիշ սա դիվանագիտական Ես մի ծայրահեղ բան ասեմ, ես երբեք դիվանագետներին չեմ լսում։ Իրոք չեմ լսում դիվանագետներին, որովհետև դիվանագիտական խոսքը ինքը այնքան կեղծ է եւ այնքան կյանքից կտրված է, որ դիվանագետին լսելը դա անիմաստ ժամանակի կորուստ է։ Ես իրոք չեմ չափազանցնում, թողից ներեն դիվանագետները անձնական խոսակցությունների մասին չի, բացահայտ հայտ, այս դեսպանը սա ասեց, հետո նա կասի։ Կամ այդ դեսպանին կփոխեն մեկ ուրիշ դեսպան կգա, կամ այդ որ անձնական իմաստություններ, այն որ Ռուսաստանին այդ ընկած ինքնաթիռի հետ կապված մի քանի ամիս էլ մտցնում էր ցեխը, դες դեմքով մտցնում էր ցեխի մեջ, ասում էր ներողություն խնդրի, հանում էր ասում էր կխնդրես, չէ, դորից էր դեմքը մտցում։ Դա իմաստություն է։ Թե իմաստությունն է, որ շանտաժով հասավ նրան, որ երբ որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մեզնից խլեցին Արցախը եւ Ռուսաստանը նախատեսում էր, որ ինքը այնտեղ բազա կունենա եւ Աբխազիա կամ Օսիա երկուս կունենա, արդյունքում մեկը մյուսին թալանեց եւ ռուսական զորքեր նստեցին էշելոնները եւ գնացքով Բաքվով հերացան Դերբենդ։ Այդ անփառունակ նահանջն էր շոյանքը, հա, Գյուլիստանի պայմանագիրն ու Թուրքմենչայի պայմանագիրը, որ 19-րդ դարում կնքում էր Ռուսաստանը, դրա համար էր կնքում, որ իր զորքերը հեռանան, չէ, այստեղ խնդիրներ կա եւ խնդիրը նորից աշխարհակաղակական մակարդակում է, դա ընդհանուր կանոն, ես բազմիցս եմ ասել, Կովկասյան, Լեռնաշխտայից հյուսիս իշխող ուժը, ինչ ուժ դա ուզում է լինի պատմականորեն սկյութական թագավորություն, ոսկե հորդա, ինչ ուզում է լինի ռուսական կայսրություն, եթե Կովկասյան, Լեռնաշխտայից հարավ ընկած տարածքներում դու ամուր չես, դու համարի, որ հյուսիս ընկած տարածքներում ամբողջ չէ։ Ես չեմ ասում Լեռնաշխտան, հյուսիս ընկած, ընդհանուր մինչև Ռոստով, այդ կողմերը նախակովկասյան հյուսիսային Տապստաններում դու ամբողջ չես։ Իսկ հիմա Ռուսաստանի դիրքերը փլվում է հարավային Կովկասում։ Իջել է ռուսական ներկայությունը ստեղ 18-րդ դարի մակարդակի, 19-ել չէ, 18-րդ դարի, երբ որ Գեորգիևսկյան տրակտատն էին կնքում վրաց թագավոր Իրակլիի հետ եւ ռուսական երկու գումարտակ մտավ նոր առաջին անգամ մտավ Վրաստան։ Այդ մակարդակի է իջա ռուսականներ, դա նորմալ չէ, դա չի կարող շարունակվել։ Ուղղակի նորից եմ ասում, շատ մեծ սխալ կատարեց պաշտոնական Մոսկվան ուկրաինական кейսում, հիմա էլ են իրենք դա ընդունում, վերջերս իրենց պաշտոնյաներից մեկն ասաց, որ ուկրաինական հարցի թերագնահատումը մեր ամենամեծ սխալներից էր, որ 90-ականներից էր գալի։ Այդ սխալը մեկ այլ սխալ ծնեց եւ որ իրենց թվաց թե մի հարվածով կկարողանան այնպիսի տրիումֆ ապահովել, ինչպես 2003 թվականին ԱՄՆ ապահովեց Իրաքում, իրենց խաբեց Ղազախստանի հաջողությունը 2020 թվականի հունվարին, երբ որ լուրջ դիմադրություն չկար։ Լավ։ Եվ արդյունքում ծանր եւ անհեռանկար պատերազմը ավարտում ենք, բայց ավարտենք ավելի հետաքրքիր բաղով։ Հիմա մենք կմնանք այս արտաքին օրակարգի խնդիրների շրջանակում, թե ներքինը կգա եւ կառաջնորդի քաղաքական։ Իմ կարծիքը հետեւյալն է.
Արտաքին օրակարգը հաճախ ապահովում է ներքին օրակարգով։ Հիմա մենք այնքան թույլ Հիմա ենք այդպեսի զուգակցում է գնում։ պետք է փորձել, դա այդպես է։ Տեսեք, Թուրքիան կիրառելով իր ներքին ուժերի բյուրեղացում եւ ուժեղանալով սկսում է արտաքին օրակարգ թելադրել։ Հիմա Հայաստանի Հանրապետությունն երբ որ ուժեղանա, ուժեր հավաքի, աստիճանաբար կսկսի արտաքին օրակարգ թելադրել։ Հիմա մենք ներքինում թույլ ենք եւ ներքինս ընդդիմության իշխանություն եւ նույնիսկ ներընդդիմություն երեք, ասենք Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ բանավեճը գնաց, չէ, ստորագրել եք, չեք ստորագրել։ Նույնիսկ մենք այս ներքին խնդիրները չենք կարողանում լուծել։ Արտաքինն է սենց հանձնել եք, ինչ ուզում եք վերցրեք։ Արցախի հարցը փակված է, ցեղասպանության մասին չենք խոսում, Հայաստանը ամեն ինչ բոլորին տալիս է, սենց չի կարելի, սենց դու բմբուլես, որին քամին կքշի աչուձախ, սենց չի կարելի։ Դու պետք է ներքին ուժեր ունենաս, տեսեք Իսրայելը մեր տիպի պետություն է, հрьяաները մեր տիպի ազգ են։ Այդ ազգը եւ այդ պետությունը ուր է հասել, որ մերձավոր արևելքում տոն է տալիս։ Մենք էլ դենց ամենադրա հակառակ ծայրում նստած ենք եւ սպասում ենք թե քամին որ կողմ կքշի։ Մենք պետք է ծանր օրվան սպասենք, երբ որ մեր շուրջը պատերազմ կպայթի։ Մեր պետությունը հիմա պատրաստ է որ վաղը կարտանանք եւ կպարզվի որ Իրանը մխրճվել է պատերազմի մեջ։ Մենք պատրաստ ենք այդ օրվան։ Մենք պատրաստ ենք այդ օրվան։ Իսկ Իսրայելը պատրաստ է այդ իր ամենածանր օրվան եւ նույնիսկ ինքն է օրակարգ թելադրում։ Սա պետք է, այ ձեր ասածը ասենց փագեմ, ներքին օրակարգը այսպես պետք է արտաքին օրակարգ բերի, բայց Բայց թե